Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին, դուք գործարար ալիքն եք լսում կամ դիտում 106.5 հաճախականությամբ ձեր ռադիո ընդունիչներով կամ մեր մուլտիմեդիա հարթակներում։ Հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Ես կուզեմ սկսենք Դեսպանքվինի IT-ից հայկական ատոմային էլեկտրակայան 3.4 միլիոն դոլար արժողությամբ վարժասարքեր գործարկվում, որը շատ կարևոր նշանակություն ուներ ատոմակայանի անխափան աշխատանքի համար, եւ Դեսպանքվինն էլ նշեց, որ ուրախությամբ է ներկա գտնվել եւ դա էներգետիկ Միացյալ Նահանգների էներգետիկ դեպարտամենտի ու հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ 25 տարվա համատեղ աշխատանքի արդյունքներից մեկն էր։ Ես կուզեմ անդրադառնանք այն հարցին, թե որն է Ամերիկայի շահը այս դեպքում։ Արդյոք կարելի է նկատել, որ Ամերիկան ուզում է Հայաստանի ազատել եւ առանձին էներգետիկ անկախություն ապահովել։ Եվ դա ինչին է պետք Ամերիկայի, ըստ ձեզ։ Ձեր խոսքի մեջ դուք արդեն վկայակոչեցիք Դեսպանքվինի խոսքին, որ սա 25 տարվա համագործակցության արդյունք է։ Այո, սա տարիների վեր եղել է։ Առաջին հերթին այստեղ անվտանգության հարց կա, որտեղ ամերիկացիները ուզում են բոլոր ատոմականները, որ աշխարհում գոյություն ունեն, որ անվտանգ լինեն, լավ հասկանալով, որ ցանկացած պայթյուն, օրինակ Չեռնոբիլի պայթյունը առաջին հերթին վնասեց Ուկրաինային եւ Բելարուսին, բայց անդերս դա համաշխարհային ազդեցություն է ունենում։ Դրա համար մեր հարևան Ադրբեջանն ու Թուրքիան հաճախ շահարկում են եւ պահանջում փակելու։ Սա նաեւ այդ տեսանկյունից մեզ համար ցեռնատու այն առումով, որ տեսեք, որ ամերիկացիների եւ միջազգային ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ է, ուրեմն անվտանգությունը խաթարված չէ, եւ առաջին հերթին իհարկե կարևոր է մեզ համար, որտեվ Աստվածաշարը մի բան լինի այդ ատոմականի հետ, որը դեռևս 2003 թվականին պիտի փակված լիներ, արդեն 22 տարի իր ժամկետը անցել է գործարկման, ճիշտ է, այդտեղ անընդհատ նոր ինչ-որ անվտանգության սարքեր է տրվում, բայց այնուհանդերձ հիմնական ռեակտորը դա մի բան է, որը երբևէ չի փոխվում։ Ուրեմն անվտանգության շահը կա մեկ, մյուսը դա դա ռուսական կամ ընդհանրապես արտաքին ազդեցության թուլացնում Հայաստանի վրա, ավելին ասեմ ես, ժամանակին մենք ունեինք կանադա-ճապոնական առաջարկ Հայաստանում ատոմակայան կառուցելու, կանադական տեխնոլոգիաներով, ճապոնական փողով, բայց այդտեղ ուղղակիորեն ռուսները մեզ թույլ չտվեցին, ինչու որտեվ մեզ վրա գազ են ծախում, այսինքն եթե այդ ատոմակայանը լիներ, մեզ վրա էլեկտրականություն այնքան էժան կնստեր, որ այդ գազը չէինք առնելու, իսկ գազը դա առաջին հերթին քաղաքական ճնշման լծակ է։ Այսօր էլ երբ որ Ռուսաստանը ինչ որ մի բան սպառնում է Հայաստանին, միշտ ասում է դե խելոք նստեք տեղներ, թե գազը կկտրենք։ Հիմա պատկերացրեք, մենք ունեինք գրեթե 0-ին մոտ ինքնարժեքով էլեկտրականություն, որտեղ այդ ճապոնական տեխնոլոգիա, այսինքն հումքը, որը գրեթե որը ձրի էր մեզ տրվելու, որտեղ այդ հումքը կանադական տեխնոլոգիաների համար, ճապոնացիների համար թափոն է, եւ իրենք այդ թափոնից ազատվելու խնդիրն էին, որը ճապոնական տեխնոլոգիան որպես հումք է, կներեք, կանադական տեխնոլոգիան որպես հումք է օգտագործվում, այսպես գոչված դյուպիկ process բան, այսինքն դրանով շատ զբաղվել եմ, ես ինձ համար զարմանալի էր եւ բոլորի համար զարմանալի էր ինչու Հայաստանը մերժեց, բայց պարզ ասացի Ռուսաստանը մեզ թույլ չի տալիս։ Դա ասվել է ամենավերևի մակարդակով թույլ չի տա, թույլ չի տալ, թույլ չի տա եւ քայլերել չեն արվի այդ ուղղությամբ։ Էներգետիկան տնտեսության հիմքն է։ Այսօր մեզ մոտ ինքնարժեքը շատ արտադրության բարձր է, որտեղ էներգետիկ բաղադրիչը, այսինքն հոսանքի օգտագործման բաղադրիչը շատ բարձր է եւ հաճախ տնտեսության ճյուղեր կա, որոնք ուղղակի չեն զարգանում դրա պատճառով։ Օրինակ մենք այստեղ ունենք, դուք կարող եք չհիշեք, բայց ավելի տարածքները կհիշեն, կանազի գործանարան, Կանակերսկի ալյումինիումի զավոդ։ Դա ինչու Հայաստանում ստեղծվեց, որտեղ դրանց առաջ Քանաքեր գեսն էր բացվել եւ մենք ունենք էժակ էլեկտրականություն եւ չունենալով ալյումինիումի հիմք Ղազախստանից հումքը բերվում էր եւ այդտեղ մենք ալյումին էինք ստանում զուտ էներգետիկ էժանության պատճառով եւ նման շատ բաներ։ Իսկ ամերիկացիների շահը դրա մեջ է, առաջին հերթին անվտանգային, երկրորդ հերթին ռուսական եւ իրանական ազդեցության թուլացում, որը հասկանալի է, ընդհանրապես անկախ երկրների գոյությունը
Ամերիկայի համար ձեռնատու է։ Ամերիկան լինելով որպես աշխարհի տնտեսապես ամենահզոր երկիրը եւ բավականին նաեւ գրավիչ երկիրը իր մշակութային եւ կենսաձևով եւ այլն, ունակ այդ ազդեցություն ինչ որ Հոլիվուդն է թողում աշխարհի վրա, մեկ էլ երևի հնդկական Բոլիվուդն է թողում իր մասի աշխարհի վրա, դա Ամերիկան լավ է հասկանում, որ ազատ մրցակցությամբ ինքը հաղթող երկիր է։ Դրա համար ինքնիշխանության բարձրացումը ցանկացած երկրի նշանակում է ամերիկյան ազդեցության ուժեղացում, որտեղ մրցակցության դաշտում ինքը մրցակից չունի։ Նաև Մատվիենկոյի այցներ այսպես ուշադրության կիզակետում հայտնվել, նայել եկավ հայկական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցավ, նշեց, որ Հայաստան անկախ երկիր է, ինքն է որոշում, ինչ որոշումներ ընդունի եւ մենք չենք եկել ինչ որ մեկի հետ ընկերանալու կամ ինչ որ մեկին թշնամի դառնալու, այ հետաքրքիր է Լավրովի այցից հետո Մատվիենկոյի այցը ինչ նպատակ ուներ։ Տեսնես խոսակցություն եղավ, որ Ռուսաստանը մեզանից ըստ տարբերակների 400-ից 600 միլիոն դոլար փող ավերցրել, որ զենք պիտի տա, առ այսօր չի տվել։ Հետաքրքիր է դա, որովհետև եթե բարեկամական երկիր է, բարեկամները փողը տակով չեն անում, էլի։ Էլ չեմ ասում, որ այդ զենքը պիտի տար։ Ինձ թվում է խոսակցություն չի եղել, որտեղ այդ խոսակցությունները անպայման դրա մասին ինչ որ հաղորդում կլներ։ Հետևաբար, եթե ինքը մեզ պարզ ասած գցել է 600 միլիոն դոլարի կամ կես միլիարդի առնվազն, ուրեմն ինքը բարեկամ երկիր չի։ Ինչ նպատակ ուներ, շատ բարձ նպատակ։ Գալ հերթական անգամ աշխարհին ցույց տալ, որ սա իմ հետնաբակն է, նաև աշխարհին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես արևմտյան ուղղության վերաբերյալ դա շաղակրատել է։ Ինչու մենք բազմիցս ենք ասել, որ քանի դեռ քայլ արված չէ, այն էլ անշրջելի քայլ, մնացած խոսակցությունները մենք գնում ենք արևմուտք, չգիտեմ, հյուսիս արևմուտք, դա էական չի, կարելի է քննադատական խոսալ, ասել մենք, չգիտեմ, սա ենք անելու, նա ենք հեսա հապկից դուրս ենք գալու, մի 7-8 անգամ ասեց, էլի հապկի մեջ ենք եւ այլն, նաև եկավ, քանի որ դիմացը ամենաշատը 1 տարուց ընտրություններ են, իսկ Ռուսաստանը բնականաբար ուզում է ուժեղացնել իր այսպես ասած նախընտրելի կուսակցություններն ու տեխնատները եւ ինքը այդ գործընթացը սկսել է, սա նաեւ պետքա դիտարկել այդ առումով, առաջին դիտարկել աշխարհին ուղերձներ, որ Հայաստանը մերն է, մեր հետնաբարն է եւ տեսեք Նիկոլ Փաշինյանը պարզապես ստախոս է, ինքը ոչինչ անող չի, մյուսը նաև ոգևորել ու աջակցել պրոռուսական ուժերին Հայաստանում եւ երրորդն էր նաև այն մարդկանց, ովքեր օրինակ նույն Ալեն Սիմոնյանը, որը բազմաթիվ հոխորտալից ինչ որ մտքեր էր ասես նույն Մատվիենկոյի ասեն եւ այլոց, ցույց տալիս էս չեք դուք, այսինքն մի բան խոսում եք, բայց որ տեղը գալիս է շատ սիրուն գլուխներդ կախ անում եք այն, ինչ որ մեզ պետք է։ Կարա ինչ է, ասեն մեզ համար ցանկալի չէ այդ այցը։ Եթե իսկապես ինչ որ սկզբունքային դիրքորոշում ունեն, չէ, իրանց ուժը պատմամենակ ասենք այսպես բաների, չեմ ասում ներքին կյանքում հասկանալի է, ասենք Լուկաշենկո բան էցև երրորդական երկրներ, հիշում եք, որ մի անգամ Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոին ասեց, բա դուք զենք եք ծախում բան, Լուկաշենկոն դե մարդը կոլխոզի նախագահ է, ասեց լեզուտ ինչ ես մի տեղ մցրել, ռուսների դեմ չես խոսում, ռուսները մեզանից շատ ավելի զենք են ծախել, քան մենք, ինչ ես մեր մասին ասում։ Վարը այդ նույն ոճի մեջ է, ինքը պետք է այսինքն եկան տեղը ցույց տալու Հայաստանի ներկա իշխանություններին։ Շաբաթվա այսպես կարևոր իրադարձություններից մեկն էլ նաև Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցներ եւ ինչն է հետաքրքիր նմանատիպ շփումներից հետո կամ ինչ որ քայլ որ արվում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ անմիջապես դրան հետևում է Թուրքիայի նախագահի արձագանքը որ իրենք ողջունում են որ գոհ են այդ շփումներից հարաբերություններից այ ինչով է պայմանավորված այս տեսակ մեկնաբանությունները ամեն նման իրադարձությունից հետո ինչ եք կարծում Դե եթե ասում են գոհ են, ուրեմն գոհ են։ Իսկ եթե թուրքը գոհ է, ուրեմն ինչ-որ մի բան զիջել ես։ Թուրքը ինձ այնպես գոհ չի լինի։ Սա առաջինը, մյուսը նա է, որպեսզի աշխարհին ցույց տան, որ ինչ-որ գործընթաց է գնում, այ թուրքական, եթե չասենք մերձեցման, ապա հարաբերությունների ավելի բնականon դառնալու, որը մեծ հաջողություն է թուրքերի համար, որտեղ իրենք աշխարհում, որտեղ տարբեր քննարկումներ ա լինում, ինչ-որ հակաթուրքական ծրագրեր, սա նոր տակտիկա չի, միշտ իրենք ասում են, չէ, մի խանգարեք մեզ մենք Հայաստանի հետ լեզու ենք գտնում այս ձեր բոլոր խոսակցությունները Հայաստանի շրջափակման, չգիտեմ, ցեղասպանության, Ադրբեջանում հայերի
ունեցվածքը խլելուն, ժառանգությունը ոչնչացնել, այս կարևոր չի, կարևորը գործընթացն է գնում, եկեք լուր նստեք տեղները մի խանգարեք մեզ, սա է, այսինքն Էրդողանը շատ հստակ աշխարհին ասեց, որ տեսեք ինքը ինձ զանգել է, մենք խոսել ենք, ամեն ինչ լավ է, դուք ելոք նստեք տեղերը, պատահական չի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես խոսում են, իսկ այդ կուտը կերել է Հայաստանի իշխանությունը, որ ուղղակի շփումներ դիլնեն, որտեղ ուղղակի շփման պարագայում Հայաստանը շատ թույլ է, իրենք կարող են Հայաստանին պարտադրել ինչ որ ուզում են դրա համար էլ անում են, ընդհանրապես երբ որ դու թույլ ես լինում, դու աշխատում ես, եթե գնում ես բանակցությունների անգամ սովորական մասնավոր կյանքում դու աշխատում ես մի հատ ուժեղի մեկին տան, դու թույլ վիճակում չես գնում գազանների մեջ ու սկսես բանակցել, քեզ ուղղակի կուտեն։ Դրա համար իրանք այդ են տանում, բայց չմոռանանք այդ նույն, որը ասում է ամեն ինչ լավ է, այսինքն նույն Անկարայում բացվեց հուշարձան, ասենք Թալիաթ Փաշային նվիրված եւ այլն։ Իսկն ծերրի հետ էլ իրանք այդ բաներն են անում, իրենք երբեք չեն մոռանում հայերին մեղադրել եւ կոտորել։ Այսինքն դա այդ ասելը չի նշանակում, որ Թուրքիան իսկապես կամ Ադրբեջանը խաղաղություն ազում, խաղաղությունը հաստատ նման ճանապարհով չի լինում։ Սա պարզապես վերջնագրի ներկայացումը Հայաստանին եւ առավելագույն արդյունք իրենց համար Հայաստանից կորզել է նշանակում։ Եվ աշխարհում համար մեկ թեման Ուկրաինան է մնում եւ արդեն իսկ կան Ուկրաինայի վերակառուցման ու զարգացմանը նվիրված ծրագրեր, շատ երկրներ են պատրաստակամություն հայտնում Ուկրաինայի վերակառուցմանը մասնակցելու համար եւ ես կուզեմ հասկանանք այս դեպքում մենք ում կողմը պիտի բռնենք Ռուսաստանի թե Ուկրաինայի։ Մենք միշտ ասում ենք, որ այ Ուկրաինան ֆոսֆորային զենք է վաճառել, իր զենքերն են կիրառվել մեր զինվորների վրա եւ այդպես մերժում ենք Ուկրաինային։ Այս դեպքում միգուցե պետք է դիրքորոշում փոխել, թե ոչինչ եք կարծում։ Չէ, մենք չենք ասում, որ Ուկրաինան ֆոսֆորն է կիրառել, դա ասում են ոմանք։ Ռուսաստանցի մի ռեժիսոր կա, Սարիկ Անդրասյան, նա էր այդ այսպես ասած կեղծ լուրեր գծեց, որևէ դրա համար հիմնավորում չկա։ Ասեց, որ ֆոսֆորը կիրառել, բայց նա ֆոսֆոր էլ չի եղել ընդհանրապես, այլ տիպի զենք է, բայց էլի վատ զենք է, բան են եղել, որևէ հիմնավորում չկա։ Հիմնավորում չկա հետևյալ պատճառներով, որ նախ Կիևը վերջի 7-8 տարին է դեպքից 20-ից առաջ զենք ընդհանրապես չի ծախել։ Որևէ զինատեսակ չի ծախել Ադրբեջան ժամանակին ծախել է սա մեկ։ Երկրորդը Կիևը չունի։ Դա ուներ Բելարուսի եւ Ռուսաստանի պայուսը։ Երրորդը այդ զինատեսակը կիրառել է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստան Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան չի կիրառել, որ նշանակում է ինքը չուներ, որտեղ վստահ եղեք, այս պատերազմի ժամանակ եթե Ուկրաինան ուներ, կկիրառեր, եթե ինքը ուրիշ մեկներ տվեր, որ հետեւաբար դա հերթական այսպես կեղծիք է, բայց ընդունենք եթե անգամ ճիշտ է։ Քանի օքի է զոհվել ֆոսֆորի կիրառումից։ Գրեթե որևէ մեկը չի զոհվել։ Չկա որևէ փաստ, որ մարդազոհ, այո, արվածներ ստացել են, բայց փաստ չկա։ Ենթադրենք զոհվել է մի տասնյակ, երկու տասնյակ։ Բայց զենքի 62-ից 82%-ը Ռուսաստանն է մատակարարել։ Եթե մենք այդ տեսակետից պիտի նայենք, ուրեմն մենք պիտի հաստատակայպես դատապարտենք Ռուսաստանին այդ ամբողջի համար։ 27%-ը ուրեմն Իսրայելն է, նու երրորդ տեղում Բելարուսն է, այսինքն, բայց Ռուսաստանը առնվազն 62, զինատեսակ կա մինչև 82%, բայց մենք այդպես չպետք է առաջնորդվենք, այսինքն ընդհանրապես մենք պիտի նայենք հետևյալը, այս պատերազմի մեջ ում հաղթանակն է մեզ համար կարևոր, Ուկրաինայի թե Ռուսաստանի։ Ենթադրենք Ռուսաստանն է հաղթում, որն է լինում Ռուսաստանի հաջորդ քայլը։ Ռուսաստանի հաջորդ քայլը լինում է ուկրաինական սցենարը կրկնել Բալթյան երկրներում եւ Հարավային Կովկասում։ Ուզում ենք հերթական 11-րդ կարմիր բանակը մտնի Հայաստան, ինչպես 20-21 թվին մտավ, եւ չգիտեմ, այսօր ադրբեջանցին արդեն ասում է, որ Հայաստանում չգիտի պատերազմի անցագործներ են, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները եւ այլն, ինչպես 21 թվին 1800 սպայ թվում Սարդարապետի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակիցներին աքսորեց Ռուսաստան, հետո էլ մի մասին կոտորեց, ուզում ենք էլի աքսորեն Բաքու այդ դրանց, որտեվ եթե Ռուսաստանը եկավ այստեղ լինելու, նա իրականացնելու է Ադրբեջանի ծրագիրը։ Պատահական չէ, որ Բաքվում անցյալ շաբաթ տեղ ունեցավ
Եվրոպայում, արևմտյան Եվրոպայում ռուսական դեսպանների հավաքը։ Այսօր ռուսական դեսպանները հավաքում են ոչ թե Մոսկվայում, այլ Բաքվում ուտել խմելու եւ որոշելու իրենց քաղաքականություն։ Դուք պատկերացնում եք ինչ վիճակի են ասեն, ինչ բացահայտ, այսինքն բանա։ Մյուս կողմից, եթե Ուկրաինան է հաղթում, արդյոք մեզ համար լավ է, իհարկե լավ է, որտեղ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանը զավթել։ Այսինքն Հայաստանը այսօր դեռ անկախ գոյություն ունի, շնորհիվ նա որ Ուկրաինան չի պարտվել։ Միանշանակ է ռուս-ուկրաինական պատերազմ Հայաստանը դիլի Ուկրաինայի կողմը։ Ինչ վերաբերում է վերաշինության, Հայաստանը այստեղ դեր չունի, Հայաստանը ոչ փող ունի, ոչ բան, ինչ կարա մասնակցի վերաշինությանը, առանձնապես ինքը իր երկիրը չի կարող շինել, բայց մինչև վերաշինության գաղափար դեպի պատերազմը ավարտվի։ Այո, այստեղ եւս մենք տեսնում ենք մեծ փոփոխություններ, օրինակի համար ֆրանսիացիք պիտի սկսեն ուկրաինացիների դրոնների արտադրություն Ուկրաինայի տարածքում, որը ֆրանսիական շահը որն է, որպեսզի կիրառությունը իրենք փորձը ձեռք բերեն։ Այսօր աշխարհը արդեն ուկրաինական բանակից սկսում է սովորել դրոնների կիրառումը, եւ անձամբ ես ճանաչում եմ հայ ազգի մի քանի բարձրաստիճան սպաներ ուկրաինական բանակի հենց այդ դրոնների գծով։ Այս փորձը բոլորն են ուզում սովորել։ Մեզ պետք չէ այդ փորձը եւ ընդհանրապես այդ հարաբերությունները դրա համար այսպես են քաղաքականապես պիտի Հայաստանը երկուսի հետ հարաբերությունները պահի իր ցանկությունների մակարդակով բնական դյուզենա Ուկրաինայի հաղթանակը իսկ ռազմական համագործակցություն նաեւ պիտի ինքը փորձի մենք Ռուսաստանի հետ այսպես թե այնպես ունենք նաեւ այդ փորձը ձեռք բերի ուղղակի կամ անուղղակի ձևով այս պատերազմի փորձը որտեվ Ուկրաինան այսօր տասնյակ հազարավոր դրոնները օրական օգտագործում իրենց արտադրությունը մինչև 1 միլիոն դրոնի մասին է խոսքը եթե մենք ունենանք Հայաստանում 10,000 դրոն ոչ Ադրբեջանը ոչ Թուրքիան մերն նա լավ դրոնի մասն է խոսքը արհեստական բանականությամբ աշխատողները չեն համարձակվում մեզ վրա հարձակվել հետեւաբար այդ ուղղությամբ մենք պիտի աշխատանք տանենք Նաև անդրադառնանք ամերիկյան մամուլը հեղեղած Թրամփ-Մասկ, այսպես սկիզբ առած հակամարտությանը, ինչքան էլ որ զարմանալի է, այս երկու հսկաները դեմ են իրար միմյանց դեմ են դուրս եկել, ինչ եք կարծում, ինչով է սա պայմանավորված եւ ինչ որ լուրջ հետևանքների բերելու է թե ոչ։ Լուրջ հետևանքների չի բերելու իհարկե, պայմանավորվածն է, որ մենք ունենք երկու անձ, երկուսն էլ ինքնասիրահարված, երկուսն էլ բավականին մեծամիտ Սա մեջ վատ բան չկա, քաղաքական գործիչն ու բիզնես գործիչը պետք է այդպեսին լինեն, որ մեծ նպատակներ ունեն, բայց ուղղակի ասում երկու գլուխ մի կաթսայի մեջ չեն տեղավորվի, բնական է, որ պիտի լիներ, հատկապես երկուսի բնավորություններն էլ կարծես թե մեղմ ասած ինքնատիպ է։ Այստեղ ուրիշ ավելի կարևոր հարց կա, որ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ըստ էության ձախողվեց, նրան չի հաջողվում որևէ ձևեր կողմերին ստիպելու, որ ինչ-որ խաղաղության մի բան ստորագրեն, որ ինքը խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա։ Դրանից ուրեմն արդեն ինքը պիտի Նոբելյան մրցանակից ձեռք քաշի, եւ ես կարծում եմ առաջիկա 1-2 շաբաթվա մեջ արդեն դա ավելի ակնհայտ կդառնա, որ դրա մասին ակնարկել է, ասել է Թրամփը, որ ինքը արդեն հոգնել է ձեռք քաշի, այսպես չի լինում գնում իրանց համարով ինչ ուզում խոսում է, ինչ չեն լսում, բնական է չեն լսելու։ Իսկ այն պահանջները, որ Ուկրաինան դնում է, կներեք Ռուսաստանը Ուկրաինայի արչև դնում է, Մեդինսկը այսպես ասած, աբսուրդ է, այսինքն նման պահանջներ կարելի է դնել միայն այն դեպքում, երբ որ ուկրաինական բանակը ջախջախված է ամբողջովին եւ Ուկրաինան տնտեսապես քայքայված է։ Բնավ այդ վիճակի մեջ չի Ուկրաինան, զոհերի քանակով Ուկրաինան 2.5 անգամ ավելի քիչ է տվել, իհարկե բնակչության թիվն էլ քիչ է հետևաբար ըստ էության 1000 բնակչությունով զոհերը նույնն է, բանը, բայց պիտի հաշվի առնել, որ ամեն պարակային ինքը դե բավական ռեսուրս է թվում մարդկային ռեսուրս ունի պայքարելու, նաև այս դեպքում պիտի հաշվի առնել, որ այս զինատեսակները ընդհանրապես ներկա բանակի հզորը մարտականակով չի որոշվում։ Գերմանացիները, բրիտանացիները բավականին ակտիվացել են, մեծ փողեր են տալու, Ռամշտեյնի վերջի հանդիպման ժամանակ 4.5 միլիարդ pound Բրիտանիան պարտավորվեց տա 5 միլիարդ եվրո Գերմանիան բոլորը տալիս են փող ունեն աշխարհել զենք են մանգալի առնենք ճարենք տան ինչ է եղել Պարոն Պապյան, մենք ունենք մի փոքր ժամանակ, ես կուզեմ նաև անդրադառնանք հետևյալին, որը պիտի դեռ անցած հաղորդման ժամանակ զրուցենք խոսքը 1920 թվականի հունիսի 1-ին ամերիկյան սենատի կողմից
Վուդրո Վիլսոնի խնդրանքը մերժելուն Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ։ Այ ինչ կասեք սրա մասին ընդհանրապես։ Այո, դա կարևոր իրադարձություն է, սան պետք է անդրադառնալ, որովհետև շփոթություն կա մարդկանց մտքերի մեջ, իրենք մանդատի մերժումը եւ իրավարար վճիռը նույնացնում են։ Դա երկու տարբեր հարց է։ Մանդատը դա ազգերի լիգայի կողմից, որը եւ իր անունից կառավարման իրավունք էր տրվում տարբեր երկրներ, ինչպես եղել է ենթամանդատային Պաղեստին եւ Հորդանան, տրանսհորդանան էր կոչվում, կամ ենթամանդատային ֆրանսիական մանդատի առումով Մեծ Սիրիա, որը ներառում էր Սիրիա, Լիբանան եւ այլն, դա կառավարման հետ մանդատ տրվեց Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները հունիսի 1-ի քվեարկությամբ մերժեցին, որովհետև Միացյալ Նահանգները անդամ չէին, մասնակից չէին ազգերի լիգային, իսկ ազգերի լիգայի 22-րդ հոդվածի հիման վրա էր, որ կարող են ստանձնել մանդատ։ Հիմա հարց կառաջանա, Ուիլսոնը գիտեր, չէ, որ եթե անդամ չեն, ուրեմն չեն կարող ստանձնել, ինչու դիմել շատ պարզ պատճառով։ Սենատը եթե վերցրեց քննարկման, նշանակում է Սենատը ընդունեց պաշտոնապես, որ Հայաստանի վրա այլևս Թուրքիայի տիտղոսը գոյություն չունի, որովհետև 22-րդ հոդվածը ասում է, որ Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա կարող են մանդատները։ Ուրեմն ճանաչեց մանդատի չգոյությունը, այս բուն նպատակը սա էր։ Ուիլսոնը լինելով իրավաբան, լավ հասկանալով այս իրավական նրբությունների մեջ, սա արեց, ինքը վերահաստատեց ըստ էության, եւ դա մեզ համար կարեւոր է։ Այո, շատ լավ կլներ, որ այդ մանդատը իրականանար եւ հավատացեք, աշխարհի պատմությունը լրիվ այլ ձևով կգնար, եթե Ամերիկան ստանձներ Հայաստանի մանդատը, բայց գիտեք ինչ, այս հարցը պետք է թարմացնել, քննարկել, խոսալ, որովհետև մանդատի մերժումը այն ժամանակ չի նշանակում մանդատի մերժում վաղը, որովհետև ըստ էության այդ առաջարկը ուժի մեջ է, ոչ ոք չի դարձել եւ այլ, դա միշտ էլ կարելի է իրականացնել եւ դա շատ կարեւոր է այդ բարոյական եւ իրավական պարտավորության մասին հիշեցնել Միացյալ Նահանգներին։ Հետևաբար ամփոփելու համար ասեմ, այն կեղծիքը, որ իբր Սենատը մերժել է իրավարար վճիռը, նման բան չկա, իրավարար վճիռը չի քննարկվել ընդհանրապես, չէր կարող քննարկվել, դա դուրս է Միացյալ Նահանգների ներքին օրենսդրությունից, դա միջազգային իրավունք է, դա կատարման պահից ուժի մեջ է հաստատման կարիք չուներ, խոսքը կրկնում եմ մանդատի մասին էր, որը մերժվելու պարագային անգամ դրական հետևանքներ ուներ, քանի որ ապացուցեց, որ թուրքական տիտղոս գոյություն չունի այլևս։ Շնորհակալություն պարոն Պապյան զրույցի եւ վերլուծության համար, իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։